ով ուզում է սահմանադրական կարգը խախտի, դուք դրա կողքը կանգնած եք, այսօր եկել եք սահմանադրությունից եք խոսում։ Ընտրություններին ով ուզում է կեղծի, դուք ոնց որ այդ կողմերը ֆրֆռում եք։ Երեկ էլ հաղթանակ ինչ որ դաշինք կար վաղար շաբաթում, մի քանի հոգու հիմա բերման են ենթարկել, մեղադրանքներ են առաջադրել ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման եւ ընտրության իրավունքի խոչընդոտման համար։ Դուք էլի այդ դաշինքի կողքերը ֆրֆռում եք վաղար շաբաթում, դուք մաս չեք կազմում այդ դաշինքին, էլի որտեղ ինչ որ մի բան կա, որը կապ ունի օրենքի խախտման, սահմանադրական կարգի տապալման հետ, ձեր անունը սենց ինչ որ պտտվում է այդ ամեն ինչի կողքերը։ Երթումից եք խոսում, հարգելի գործընկերներ, եւ մեղադրում եք պարոն Հակոբյանին երթումը խախտելու մեջ, պարոն Մինասյան, դաշնակցություն։ Դուք այս ամբիոնից երթում չեք տվել, ձեր մեծ մասը երթում չի տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ սահմանադրական լիազորությունների կատարման վերաբերյալ։ Դուք չեք երթվել հայ ժողովրդին, որ պահպանելու եք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, տարածքային ամբողջականությունը մեր պետության։ Դուք չեք երթվել։ Դուք ինչ իրավունք ունեք այստեղ գալ եւ խոսել ուրիշի երթումներից կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից։ Դուք դրա իրավունքը չունեք։ Դուք չեք երթվել ազգային ժողովում, որտեղ եք երթվել, ում եք երթվել, ինչ երթում եք տվել։ Էդ էլ արդեն երևում է ձեր քաղաքականությունից ու ձեր մտածողությունից, որը ասեցի, որ դուրս է ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Եվ այո, ձեր երթումը ամփոփվում է 004 շրջափերականի բովանդակության մեջ։ Էսա ձեր երթումը 004 շրջաբերականն է։ Էսա ձեր խնդիրը, հարգելի դաշնակցական եւ ոչ դաշնակցական նաեւ գործընկերներ, ովքեր այսօր նստած են Հայաստան դաշինքի կազմում։